Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Աշխարհի երկրների առաջին երկրորդ դեմքերը շարունակում են հերթով ողջունել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներն էլ պարբերական այցերի ու շփումների մեջ են։ Բոլորը հույս ունեն, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Բայց ինչ ունենք իրականում հույսերից բացի, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարությունից հետո միայն ադրբեջանական նախապայմաններն են հնչել։ Ուր են հասել ի վերջո եւ ինչ փուլում են բանակցությունները։ Փակուղի է, քաղաքագետն ասում է, եթե Հայաստանը համաձայնում է ադրբեջանական նախապայմաններին, ապա ըստ էության փակուղի չէ, բայց այդ process-ը Հայաստանի ձախողումն է, ոչ թե ֆորմալ երկխոսություն։ Փաստաթուղթ ուղարկելն ու ստանալն էլ որպես բանակցության ձև արդեն անլուրջ է, շարունակում է փորձագետը։ Բանակցությունը ենթադրում է փոխադարձություն, հավասարություն, ինչը պարզից էլ պարզ է, հայ-ադրբեջանական հարաբերություններում չկա։ Ադրբեջանական նախապայմանները կատարելու կամ չկատարելու պարզաբանումներին զուգահեռ Հայաստանը այդ փաստաթղթում կենսական կարևորության հարցեր չի ներառել, դրանք որպես պայման չի գեներացրել։ Օրինակ, խաղաղության պայմանագրի ստորագրումը նշանակում է Հայաստանի միջազգայինորեն ճանաչված 240 կիլոմետր տարածքից պետք է դուրս գա Ադրբեջանի այդ տարածքի։ Այդ հարցը չի դեռ մի շարք պահանջներ Հայաստանը պետք է ներկայացներ, որից հետո մենք կտեսնենք, որ Հայաստանը բանակցում է։ Ի՞նչն է բանակցում, որ ոչ մի շահերին համապատասխանող բան այդ փաստաթղթում չկա։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում ըստ հանրային խոսքի եւ հրապարակումների չկան մի շարք կարևոր հարցեր, որոնք կարող են վճռորոշ լինել հարաբերությունների կարգավորման համար։ Քաղաքագետը հիշեցնում է նաև Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցը։ Հաղորդակցությունների ապաշրջափակումը թեև փաստաթղթից դուրս է, բայց դարձյալ քննարկման սեղանին է։ Մյուս կողմից ադրբեջանական հանցագործությունների ու ատելության տարածումը կանխող գործողություն չկա։ Եթե ստորագրվեց Հայաստանի համար ոչ մի լավ բան այդ փաստաթղթը չի նշանակում։ Եթե չստորագրվեց, դարձյալ, եթե մեր կառավարությունը չի պահանջում Ադրբեջանից այս քայլերը կատարել, Հայաստանը միայն տուժում է։ Ադրբեջանի պարագայում իր շահերը Թուրքիայի եւ մի շարք այլ պետությունների օժանդակությամբ պինդ դրել է։ Իսկ մեր պարագայում Հայաստանը դրված է սեղանի վրա բանակցությունների, քննարկում են, էլ ինչը Հայաստանից փոք ենք տանք Ադրբեջանին, այսքանը տանք, այսքանը չտանք, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրոպային, Չինաստանին։ Սահմանադրության փոփոխություն եւ Մինսկի խմբի լուծարում։ Սա է պահանջում Ալիևը։ Մեկը Հայաստանը ձեռնարկել է համարելով իր ներքին գործը, մյուսը դարձյալ պատրաստ է անել, բայց այսքանով հանդերձ անգամ դեռ չի մոտենում խաղաղության կնքումը։ Չգիտենք ինչ նոր նախապայմաններ առաջ կբերի Բաքուն։ Ամեն դեպքում հայկական դիմադրություն չի տեսնում փորձագետը, ինչից էլ ենթադրելի է փաստաթղթի թե ստորագրումը, թե չստորագրումը առնվազն չեն սպասարկում հայկական շահը։ Եվ հարց է առաջանում, լավ է թե վատ, որ այդպես էլ առաջ չեն գնում խաղաղության հաստատման փորձերը։ Ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացրել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրական մարտի պայմաններին համապատասխան անցկացված զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ճշգրիտ կրակով ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները։ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները հանրապետության ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ժամանակ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակյա անդամակցության անհնարինությունը բացատրում է նորմերի անհամատեղելիությամբ, եւ Երևանը հասկանում է ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես դուրս գալու հետևանքները։ Արժանապատիվ աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ Երևանում մայիս 1-յան երթ է տեղի ունեցել Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ սա ԱՊՊԱ քաղաքական երթ է, որի նպատակն է եւս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, ստեղծարարության եւ կայուն ապագայի կառուցման հնարավորություն։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ գրանցված աշխատատեղերի թիվը մեր երկրում նախորդ տարվա մարտ ամսվա համեմատ աճել է 40,490-ով, հասնելով 72,100-ի, իսկ իրական կամ որ նույնն է գնաճով ճշգրտված աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ այս պահին առկա տվյալներով աճել է 4,1%-ով։ Պակիստանը հայտարարել է, որ հավաստի հետախուզական տվյալներ ունի, որ Հնդկաստանը մտադիր է շուտով ռազմական գործողություններ սկսել։ Երկու երկրների միջև լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը կոչ արել Ամերիկային ճնշում գործադրել Հնդկաստանի վրա, որպեսզի վերջինս զսպի հռետորաբանությունը եւ գործի պատասխանատու կերպով։ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն դիմել է երկու երկրներին հորդորելով նվազեցնել լարվածությունը։ Այս մասին ասվում է պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարության մեջ։ ԱՄՆ նախկին փոխնախագահ եւ նախագահի տեխնացու Քամալա Հարիսը հայտարարել է, որ ամերիկացիները պետք է միավորվեն ԱՄՆ նախագահ Թրամփին դիմակայելու համար։ Ճգնաժամի առջև դասն այն է, որ մի փախչեք, ասել է Հարիսը։ Պաշտոնը թողնելուց հետո իր ամենամեծ ելույթում Հարիսը ամերիկացիներին կոչ արել միավորվել եւ ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը։ Նա Թրամփի վարչակազմի տնտեսական քաղաքականությունը անվանել է ժամանակակից նախագահական պատմության մեջ ամենամեծ մարդածին տնտեսական ճգնաժամը։ Միխայիլ եւ Վիկտորիա Գալուստյանները պաշտոնապես ամուսնալուծվել են գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո։ Վիկտորիան մինչ այդ լռության մեջ մնալով Instagram-ում հրապարակել է իր լուսանկարը մակագրելով. աշխարհում որտեղ ամեն օր այդքան շատ տեղեկություն եւ իրադարձություններ կան, կարեւոր էր մենակ մնալ ինքդ քեզ հետ եւ քո մտքերի հետ։ Նա նաեւ հեռացրել է ամուսնու հետ մի շարք լուսանկարներ եւ իր էջի վերնագրից Սուպեր ամուսնու կինը գրությունը։ Լրատվամիջոցներում եւ սոցիալական հարթակներում ակտիվորեն շրջանառվում են վարկածները, ըստ որոնց բաժանման պատճառը Միխայիլ Գալուստյանի հնարավոր դավաճանությունն է։ Ըստ որոշ աղբյուրների նրա ենթադրյալ հարաբերությունները դիմահարդար Միլենայի հետ սկսվել են նոր աստղեր Աֆրիկայում նախագծի նկարահանումների ժամանակ։ Պրոդյուսեր Սերգեյ Դվորցովը Life.ru-ին տված հարցազրույցում նշել է, որ բաժանման նախաձեռնողը եղել է Վիկտորիան ամուսնու հավատարիմ չլինելու պատճառով։ ԱՄՆ կառավարության պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հստակ հասկացրել է, որ պատրաստվում է հեռանալ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ապրիլի 30-ին ԱՄՆ կառավարության նիստի ժամանակ։ Գրում է CNN-ը հիշեցնելով Մասկի եւ Սպիտակ տան ներկայացուցիչների միջև եղած հակասությունների մասին։ Ինձ համար պատիվ էր աշխատել ձեր բացառիկ կաբինետի հետ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Առաջին 100 օրվա ընթացքում հսկայական արդյունքներ են գրանցվել, ինչպես բոլորը նշեցին, սա ավելին է, քան ցանկացած վարչակազմի դեպքում, եւ դա լավ հիմք է ստեղծում մնացած գործունեության համար, մեջբերել են լրագրողները Իլոն Մասկի խոսքերը։ Նոր-նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նոր-նորքի վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռթուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ ոստիկանության օպերատիվ արձագանքման խմբերի տեսանյութի հրապարակումից հետո մեկնել են թաղապետարան։ Արթուր Չախոյանը հրավիրվել է ոստիկանության Նոր-նորքի բաժին հաղորդում ներկայացնելու։ Իրավաբանական համայնքն ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրությունն է քննարկում։ Ինչ թերություններ այն ունի, ինչ լրացումներ ու փոփոխություններ են հարկավոր օրենքին։ Ի սկզբանե օրենքը բավականին հակասահմանադրական ու խնդրահարույց տարերով ընդունվեց ու արժանացավ մասնագիտական համայնքի քննադատությանը։ Շատ թերի է, հակասահմանադրական չեմ համարձակվում նման բան ասել, արդեն ՍԴ-ն ասել է, բայց շատ թերի է, բայց դա միայն Հայաստանի խնդիր չէ, դա գլոբալ խնդիր է, կրկնում դա զարգացող իրավունք է, որովհետև հանրային գլոբալ շահը անընդհատ ավելի ճնշող է դառնում, այն է կազմակերպված հանցավորության, անդրսահմանային հանցավորության դեմ պայքարը, մանավանդ տրաֆիկինգ, փողերի լվացում, եւ նման օրենքները տարբեր երկրներում շատ դժվար են մերվում, համակերպվում մարդու իրավունքների հետ։ Սահմանադրական դատարանն այդ օրենքի վերաբերյալ իր որոշումն արդեն հրապարակել է, հայտնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու պահից հետո։
պետք է այդ գույքը այսուհետ, որը բռնագանձման ենթակա է, կապ ունենա հանցանքի հետ, մեկ, եւ երկրորդը պետք է համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելուց հետո ձեռք բերված լինի։ Մասնագետների դիտարկմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրման ժամկետն էլ բավականին երկար է սահմանված, այն գնում հասնում է մինչև 91 թվականի սեպտեմբեր։ Իրավաբաններն ասում են, երբ որ ապացուցողական բեռը դրվում է պատասխանող կողմի վրա, շատ դժվար է դառնում 90-ականների ժամանակագրությամբ գույքի օրինականության, ծագման հիմքի մասին ապացույց ներկայացնելը։ Հաշվի առնելով նաև հետսովետական տնտեսական իրավիճակը մարդկանց ապացուցելու փաստական հանգամանքներ բերելու, թե այս կամ այն գույքի ծագման աղբյուրը հիմքը որն է։ Մեր մոտ իմ կարծիքով ամենամեծ խնդիրը երկուսը կնշեմ, մեկը օրենքի չափազանց երկար հետադարձելությունն է մինչև 91 թվականը, եւ երկրորդ խնդիրը, որ քրեական գործի հետ զուգամիտում, երբ որ լինում է, այստեղ արդեն երբեմն քաղաքդատավարությունը կարելի է կոնկրետ գործով, կոնկրետ հանգամանքներում համարել որպես քողարկված քրեական հետապնդում, որը նույնպես միեդը բավականին լավ շոշափում է, բայց սադան շատ մակերեսային թրուցիկ կերպով է այդ խնդրին անդրադարձել։ Ապօրինի ծագում ունեցող գույքի հետ կապված 140 վարույթ կա հարուցված։ Դրանց մի մասով արձանագրվել են հաշտություններ, մի մասն էլ դեռ վարույթային փուլում են։ Սահմանադրական իրավունքի մասնագետնի ձևակերպմամբ քաղաքացիները կարող են միեդ հասնել, եթե նրանց համար ոչ ցանկալի դատական ակտեր կայացվեն եւ Հայաստանում սպառվեն ներպետական բոլոր միջոցները։ Դատախազությունն ու օրենսդիր մարմինը ըստ Սահմանադրական դատարանի պարտավոր են առաջնորդվել արդեն իսկ ընդունված որոշմամբ ու ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում կատարեն համապատասխան փոփոխություններ։ Կարմիր գորգ, բեմական կրքեր, համարձակ ու անզուգական կերպարներ, հայկական շոու բիզնեսն է դիտակետում։ Հայկական երաժշտական ակադեմիայի կազմակերպած Խազեր մրցանակաբաշխությունը մեկ հարկի տակ է հավաքել երաժշտական տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներին, ոլորտի ներկայացուցիչներին, որոնց պարգևները 17 անվանակարգում են։ Հաղթողներն ընտրվեցին ակադեմիայի 300-ից ավելի անդամների քվեարկությամբ։ Մեզ համար շատ կարևոր է նոր հորիզոններ բացել մեր արտիստների համար։ Մենք այստեղ ունենք Hure Recording Academy-ից եւ մենք փորձում ենք նրանց հետ համագործակցության եզրեր գտնել եւ նրանք արդեն ողջունում են մեր գործունեությունը այստեղ եւ արդեն եկել են որ տեսնեն թե մենք ինչ ենք անում այստեղ։ Հուսով եմ որ մրցանակաբաշխությունը շատ լավ կանցնի եւ մեր արտիստների համար նոր եւ հետաքրքիր ուղիներ կբացվեն դեպի միջազգային շուկաներ։ Բոլորս սրտի դողով սպասում ենք թե ծրարը բացվելու է եւ ում անունն են կարդալու։ Այս ձևաչափի մեջ ես կարծում եմ որ հայկական երաժշտությունը ավելի կփայլի եւ ավելի հասանելի եւ մատչելի կլինի շատերի համար։ Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական արվեստի տարբեր ոլորտներ ընդգրկող յուրահատուկ համերգային կատարումներով։ Խազեր հայկական երաժշտական մրցանակաբաշխության հատուկ հյուրներ Գրեմի կրկնակի մրցանակակիր, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քիթ Վեյքլին, որը նաեւ Recording Ակադեմիայի Տեխասի մասնաճյուղի ղեկավարն է։ Չափազանց կարևոր է այսպիսի միջոցառումների կազմակերպումը, մենք երաժիշտներս ծախսում ենք մեր ամբողջ կյանքն ու ժամանակը ձևավորելու դարաշրջանը։ Ընկերներով, համախոհներով հավաքվել ենք այստեղ ինչ-որ բան ստեղծելու, արարելու համար։ Մրցանակաբաշխության չափանիշները բարձր են, այն ընդգրկում են էստրադային, դասական ու ժողովրդական երաժշտությունը։ Կարին ավանդական երգի պարի խումբը Լիկիլի երգով էր նոմինացված լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգում, որի մշակումները սկսվել էին Գագիկ Գինոսյանի հետ։ Մեր արված աշխատանքը առաջին անգամ է Հայաստանում այս մասշտաբի ուշադրության արժանանում եւ ինչ խոսք հաճելի է, որ մեր կատարված աշխատանքը գնահատվում է։ Երգից մի փոքր հատված Շեք ցամով մեկ ու ճարախ չի գայ համով դեղ ու ճարախ չի։ Լավագույն երգչուհի տիտղոսի համար պայքարը Սոնա Ռուբենյանի, Բրյունետի ու Իվետ Ամուկուչյանի միջև էր։ Ես եկել եմ այս տոնը վայելելու, անկեղծ եմ ասում, ես չեմ սպասում ոչ մի մրցանակի։ Մրցանակները եւ մրցանակաբաշխություններն են շատ կարեւոր, որպեսզի այսպիսի տոն ունենանք բոլորս միասին։ Սոնա Ռուբենյան Իմ աղջիկ, իմ սրտի փոքր
համար միջանապար Քսետ ուզում է սիրտս ապրել երկար Մրցակցությունը թեժ ու բուռն էր, լավագույն երգիչ անվանակարգում հաղթող ճանաչվեց Էրիկ Կարապետյանը, լավագույն երգչուհի Սոնա Ռուբենյանը, լավագույն երգ մրցանակը ստացավ Արամ Էմպետրիի Երևի ստեղծագործությունը, երգը հաղթեց նաև լավագույն տեսահոլովակ անվանակարգում, լավագույն ազգային երգ կամ երգի մշակում անվանակարգում մրցանակը Ավետիս Բերբերյանինն է։ Կոմիտասական խմբերգաշարասյուիտի համար հաղթողներին շնորհվեց խազ յուրահատուկ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ նկարիչ Արման Նուրն է։ 2025 շնորհավոր բոլոր մրցանակակիրներին եւ մասնակիցներին։ Մենք կհանդիպենք հաջորդ տարի։ Մայիսի 1-ին Սայաթ-Նովա Պողոտան Ալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Toyota-ն եւ Hyundai Elantra-ն։ 3 հոգու առաջինի օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Հրացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Վիրավորին առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ են գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել են, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ապրիլի 30-ին Օփելը Երևան Քոչարի փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել մեկ այլ մեքենայի։ Օփելի վարորդը սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշմամբ տեղափոխվել է Հրացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Օփելի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ում առաջին օգնություն է ցուցաբերել քաղաքացիներ եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվ է գործել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ապրիլի 30-ին Արզենի բնակավայրի տարածքում մեքենա է այրվել։ Դեյուում առաջացած կրակի դեմ պայքարել են մեքենայի սեփականատերն ու քաղաքացիները։ Հետո Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը, սակայն մեքենան այլևս շահագործել հնարավոր չէ։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, դեպքի վայր են ժամանել նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ապրիլի 30-ին Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով խողովակը ընկել է եւ ամբողջությամբ փակել երթևեկելի գոտին։ Բեռնատարը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի առաջին եւ երկրորդ վաշտերի պարեկները։ Օպերատիվ են գործել նաեւ Գազպրոմ Արմենիա ընկերության Արագածոտնի մարզի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները։ Կարճ ժամանակում պարեկները հայտնաբերել են վարորդին ու մեքենան տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Ապրիլի 30-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Կոտայքի ռազմական ոստիկանության վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Արցախյան պատերազմի մասնակից քաղաքացին Արցախից իր հետ մեծ քանակությամբ զենք զինամթերք է բերել։ Նրա հետ բանակցություններ են տարվել, որից հետո քաղաքացին թողել է զենք զինամթերքը ծառի տակ։ Ռազմական ոստիկանության Կոտայքի վարչության ծառայողները մոտ 1 կիլոմետր շարավով որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Հայտնաբերել են կասկածելի պարկերը։ Փրկարարության հատուկ սակրավորների խումբն էլ վնասազերծել է մի քանի վտանգավոր զինամթերք։ Իդեպ սա առաջին դեպքը չէ, երբ Կոտայքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները այդ քանակությամբ զենք զինամթերք են հայտնաբերում։ Գովելի է նաև, որ որոշ դեպքերում էլ ոստիկանությունը, ոստիկանները թե համայնքային թե քրեական բանակցություններ են վարում քաղաքացիների հետ, ովքեր ինքնակամ հանձնում են իրենց մոտ պահվող ապօրինի զենք զինամթերքը եւ երբ պարզվում է, որ դրանք քրեորեն արարք չի կատարվել այդ զենք զինամթերքով, ապա քաղաքացիները ազատում են քրեական պատասխանատվությունից։